Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը Ավետ Կոնջորյանը առանց վարորդական իրավունքի մեքենա է վարել, հայտնաբերվել պարեկների կողմից եւ պատասխանատվությունից ազատվել հնարավոր ամենամեղմ տարբերակով։ Նոյեմբերին քննչական կոմիտեն որոշել է համաձայնությամբ տուգանք կիրառել Կոնջորյանի նկատմամբ։ Համաձայնությամբ տուգանք կիրառելու համար անհրաժեշտ էր, որ սա լիներ Ավետ Կոնջորյանի առաջին հանցանքը, այնինչ վերջինս դեռ 2010 թվականին դատապարտվել էր խարդախության համար։ Սա չի խանգարել, որ քննչական կոմիտեում հայտնվի մի տեղեկանք այն մասին, որ Կոնջորյանը նախկինում չի դատապարտվել։ Կոնջորյանի մասին այդպիսի տեղեկանք քննչական կոմիտեին կարող էր տրամադրել միայն ոստիկանությունը, որտեղից ազատությանը հայտնել են, որ ոչ մի տեղեկանք Ավետ Կոնջորյանի համար չի տրամադրվել։ Ավետ Կոնջորյանը խարդախության համար դատապարտվել էր 2010-ին։ Ըստ գործի Կոնջորյանը զբաղվելով բնակարանների առքուվաճառքով խաբեությամբ ուրիշի գույքին տիրանալու շուրջ նախնական համաձայնության է եկել Գագիկ Մեսրոպյանի հետ։ Աբովյանցի Ալվարդ Մկրտչյանին բնակարան վաճառելու պատրվակով որպես կանխավճար մաս ստացել են մոտ $15,000 եւ հափշտակել։ Կոնջորյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չէր կիրառվել։ ՀՀՆԳ հանցավորության վիճակագրության եւ հետազոտական կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանում Ավետ Արսենի Կոնջորյանի նախկինում դատվածություն չունենալու վերաբերյալ 2025 թվականին տրամադրած ձև 8 տեղեկանք չի արձանագրվել։ Հայտնել են ներքին գործերի նախարարությունից։ Մինչդեռ քննչական կոմիտեն ազատության 2 գրավոր հարցերին պատասխան հայտնել է, որ համապատասխան տեղեկանքը հենց ներքին գործերի նախարարությունից է ստացվել։ Ինչպես է քրեական վարույթի նյութերում հայտնվել Կոնջորյանի դատապարտված չլինելու տեղեկանքը, հետաքրքրվեցինք դատարանում նրա ներկայացուցիչ Մելանիա Սարգսյանից։ Փաստաբանի այս պնդումը հերքում է հենց ներքին գործերի նախարարությունը։ Ազատությանը տրամադրած պատասխանում նախարարությունից հայտնել են. ՀՀՆԳ կողմից տրամադրվող ձև 8 տեղեկանքն իր մեջ ներառում է ՀՀՆԳ հանցավորության վիճակագրության եւ հետազոտական կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանում ֆիզիկական անձանց վերաբերյալ հաշվառված եւ պահպանվող ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում մարված կամ վերացված դատվածության վերաբերյալ։ Մենք ունենք բազմաթիվ օրինակներ, երբ որ փեսաները, քավորները, քենիները, բաջանաղները, բաջանաղի վարորդները, վարորդների սիրուհիները իրենց անձնական հարաբերություններն օգտագործել են հանրային բարիքի ոտնահարման համար։ 2021 թվականին ազգային ժողովի ամբիոնից հայտարարում էր Ավետ Կոնջորյանի եղբայր իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Հնարավոր է այդպիսի մի միջամտության արդյունքում է ձև 8 տեղեկանքն այդ բովանդակությամբ հայտնվել քրեական վարույթի նյութերում։ Հետաքրքրվեցինք Ավետ Կոնջորյանի փաստաբանից։ Եթե համաձայնությամբ տուգանքի հնարավորությունից Կոնջորյանը քննչական կոմիտեն չօգտվեին, դատարանը կարող էր այլ պատժատեսակներ ընտրել, օրինակ ազատազրկում մինչև 1 ամսով, հանրային աշխատանք մինչև 150 ժամ կամ տուգանք առավելագույնը 15-պատիկի չափով։ Դատարանում Ավետ Կոնջորյանը ներկայացել է աշխատանք չունեցող, թեպետ ռեգիստրում մինչև 2026-ի հունվարը նա նշվում է որպես բնակարանների վաճառքով զբաղվող Միլոն Realty ընկերության տնօրեն։ Աշխատանք չունենալը ենթադրաբար օգնել է, որ նրա նկատմամբ նշանակվեր ոչ թե աշխատավարձի 15-պատիկի, այլ նվազագույն աշխատավարձի 15-պատիկի չափով տուգանք, ինչը թույլ կտար մի քանի անգամ նվազեցնել տուգանքի չափը։ Ավետ Կոնջորյանը դատարանից խնդրել էր հաշվի առնել իր գույքային դրությունն ու տարաժամկետ էլ վճարումը, դատարանը համաձայնել էր սրան։ Ինչպես եղբայրը Ավետ Կոնջորյանը եւս քաղաքացիական պայմանագրի անդամ է։ 2021-ի դրությամբ նա Կոտայք ջրօգտագործող ընկերության վերահսկողության պետի տեղակալն էր, իսկ վերջին տարիներին աշխատում էր բնակարանների վաճառքով զբաղվող Միլոն Realty ընկերությունում որպես տնօրեն։ Հետ քնամիսներ առաջ պարզել էր, որ Կոնջորյանը շուկայականից մի քանի անգամ ցածր գնով առանձնատուներ գնել Միլոն Realty սեփականատերերի հետ կապված ընկերությունից։ Պատգամավորը հերքել էր, որ բնակարանն իրեն վաճառվել է շուկայականից էժան գնով։